Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում Ազատարար բլոգն է, ես Արմեն Հովհաննիսյանն եմ, շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն աջակցության համար, այս փուլում աջակցությունը դա բաժանորդագրվելն է, կիսվելն է և լայքելը, եթե աջակցության այլ ինչ-որ ձևեր առաջանան, կարծում եմ, որ մայիսին դա հնարավոր է, դուք դա կտեսնեք Եվ անցյալ թողարկման հետ եղավ խնդիր, գնացել էր եթեր, բայց կարգավորումները այնքան էլ ճիշտ չէին, դրա համար շատերի համար պարզապես տեսանելի չէր եղել, եղան բողոքներ, կարգավորումները ուղղվեցին, հետո երկրորդ անգամ նույն թողարկումը գնաց եթեր, հուսով եմ այդպիսի բան էլ չի կրկնվի Ես այս կարելի ասել ինչ-որ չափով արտահերթ թողարկումը չի անի, կսպասեի Կիրակի օրվա իմ և Կարենի ընդհանուր համատեղ եթերին, բայց կա իրադարձություններ մեկ օրվա ընթացքում, երկու օրվա ընթացքում, որոնք պարզապես հանգիստ չեն տալիս և մտորումների տեղիք են տալիս և ես ուզում եմ պարզապես կիսվել Նախ ապրիլի 24 Ձեռնակաբերդ մարդկանց հոսք և ճիշտն ասած իմ մոտ անցավ այսպեսի միտք, որ փաստորեն տապալվեց կուրսը Փաշինյանի և Քայլիսների այդ նոր էթնոս ստեղծելու, նոր արժեհամակարգ, իրական Հայաստան, Արագած, ոչ թե Արարատ և այլն, դա ակնհայտ է, որ տապալվել է ահռելի մի հատված մեր հանրության, դա պարզապես չի ընդունում և դրա համար պետք չի ցույցեր անել և այլն պարտադիր դոշին խփել, մարդիկ ոտքերով, դա կոչվում է քվեարկություն ոտքերով, մարդիկ եկան և այն կոնցենտրացիան և այն մղումը, որ իրենց բերեց, ցույց է տալիս, որ այդ հեքիաթները իրենց չի հետաքրքրում և իրենք չեն տրվում այդ էժանագին դրսից ուղղորդվող պրոպագանդային։ Սա նաև միտքի մոտ առաջացրեց, որ մոտակա ընտրություններում, համապետական ընտրություններում, երբ էլ այն լինի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործը շատ բարդ է լինելու, շատ ավելին, քան մենք պատկերացնում ենք։ Եվ հիմա կարևորը մտածելը ոչ թե ինչպես անել, որ պարտվի ԿՓ-ն, այլ ինչպես անել, որ հաղթեն առողջ ուժեր, այլ ոչ թե այսպես կոչված նախկինները, որովհետև իրենք կարող են ինչպես համայնքներում են օգտվեն այսպես դիխոտոմիայից նախկիններ կա և որպես այլընտրանք վերադառնան, բայց դա այլընտրանք չէ, այլընտրանքը դա զարգացման, անվտանգության, ինչ-որ այլընտրանքային ծրագրի ներկայացումն է, իրենց աշխարհայացքում չկա ոչ զարգացում, ոչ ազատություն Հայաստանի համար, ոչ էլ անվտանգություն, ուրեմն նախկինները նույնպես այն տարբերակը չեն, ուրեմն ասելիք պետք է ունենան բոլոր նրանք, ովքեր այդ դիխոտոմիայից, երկփեղկվածությունից դուրս ասելիք ունեն, սա շատ կարևոր է, դրա մասին մենք շատ ենք խոսելու, բայց սա պարզապես իմ տպավորությունը Նայեցի, թե տարբեր երկրների ղեկավարներ, կառավարություններ ինչպեսի ռեակցիա են տվել, դե բնականաբար Ֆրանսիան հայերենով Մակրոնը անձամբ իր անունից տեքստը, Կանադայի արտգործնախարար Ջոլիի մի հետաքրքիր դետալ իմ աչքովս ընկավ նաև Պոլիվիևի տեքստը, Պոլիվիևը գլխավոր ընդդիմադիր գործիչն է, որը հավակնում է հաղթել
շուտով լինելու են, արդեն շատ շուտով լինելու են ընտրություններ եւ դառնալ վարչապետ, այսինքն կամ Կարնին է լինելու, կամ Պոլիվիևն է լինելու Կանադայի վարչապետ, դե լիբերալ կուսակցության դիրքորոշումը իրենք իշխանության են կառավարում են եւ արտահայտում է արտգործնախարարը փայլուն տեքստ, որտեղ նաեւ հիշատակվում է Արցախահայության իրավունքները եւ այլն, բայց նաեւ պահպանողական կուսակցության լիդերը, այսինքն իրենց հիմնական մրցակիցը, որ տեսականորեն կարող է ինքը դառնալ վարչապետ, բավական մեծ տեքստ, մանրամասն, մանրակրկիտ եւ շատ այսպես հայահաճո, հա, մեր այսպես ականջին եւ ընդհանրապես մեր գիտակցության համար եւ քաղաքականապես շատ հետաքրքիր տեքստ։ Ուրեմն կարելի է ասել, որ Կանադան դա Ֆրանսիայից հետո եւս մի երկիր է, որտեղ Հայաստանի հանդեպ դիրքորոշումը կոնսենսուսային է եւ մեզ համար այդ կան էլ կարեւոր չէ, թե ով է գալու իշխանության։ Թրամփը, իհարկե, ես ինչպես ասել եմ, կներեք, որ համատում եմ, բայց հոգեբանական ֆենոմենի տեսակետից ես կարող եմ դա անել։ Օրինակ, ես ֆուտբոլի սիրահար չեմ, բայց ավոր ցավ եմ ապրում, երբ հազարավոր եւ հազարավոր ֆուտբոլասերներ Հայաստանում անընդհատ գտնվում են չբավարարված, այսպես ճնշված, ջախջախված վիճակում, որովհետև մեր հայկական թիմերը եւ ազգային հավաքականը միջազգային ասպարեզում վատ են խաղում եւ անդադ իրենք այդ վիճակում են։ Ես անկեղծ այսպես կարեկցում եմ իրենց եւ ցավում եմ եւ մի տեսակ արդեն թարսաճկով եմ ֆուտբոլին նայում, որովհետև չի կարելի էլի այդ մարդկանց սիրտը անընդհատ կոտրել վերջի վերջը։ Այ հիմա ես գիտեմ, որ հազարավոր հայեր Միացյալ Նահանգներում մոլի Թրամփիստներ են, աջակցում են ամեն ինչում, շատ վատ են վերաբերվում քննադատությանը Թրամփի հանդեպ, այդ թվում նաև իմ կողմից հնչեցվող։ Ես այդ ամեն ինչը գիտեմ եւ այն, որ Թրամփը գիտակցաբար իջեցրեց նիշը էլի մեծ եղերն ասելով, այսինքն այն ինչ որ Բայդենից առաջ էր, բոլորն էլ ասել են մեծ ցավ, մեծ եղերն եւ այլն, եւ ցեղասպանություն բառը առաջին անգամ օգտագործեց պաշտոնավորման ընթացքում Բայդենը եւ փաստորեն մեծանագները ճանաչեցին այդ որպես ցեղասպանություն, ելի նիշի իջեցում եղավ, արդեն հայկական լոբիստական կազմակերպությունները բողոքում են, քննադատում են, բայց ես անկեղծ ցավում եմ այդ մարդկանց, որոնք կարող են այսպես ասենք իրենց խաբված գալ իրենց սպասումների մեջ, նաեւ այս պատճառով, դե հիմա այդպես է, բայց կներեք եթե գնացքի վրա գրած է, ասենք Երևան Որկուտա, այն չի կարող Փարիզ տանել են։ Եվ քննադատությունը, որ Թրամփի հասցեին արվում է, այդ թվում իմ կողմից, ես երբեք Ամերիկայի դեմոկրատական կուսակցության ոչ համակիր եմ եղել, ոչ էլ լիբերալ հայացքների մարդ եմ, որոշակի հիմքեր ուներ եւ բաց չէր լինի, խոսքը միայն իմ մասին չի, այդ քննադատությանը մի քիչ ավելի ուշադիր լինել, գուցե ամեն ինչ չէ, որ մենք սխալ էինք կամ խեղաթյուրում էինք, գուցե կար ճիշտ բաներ, թե ինչ է Թրամփը եւ ինչի կարող է հասցնել իր իշխանավարումը։ Հիմա ստանում ենք ինչ որ ստանում ենք, բայց էլի ցավում եմ ձեր սպասումների համար, այն ստրեսի համար, որ դուք կարող եք տանել այդ ադմինիստրացիայի գործունեության արդյունքում։ Սա կարևոր հետևություններ, որ արել են երեկվա օրվանից եւ արտաքին քաղաքականությունը բավական հետաքրքիր իհարկե ռեակցիա այն թեզը քայլիստների, իսկ իրականում իհարկե թուրքական կառավարության, որ միայն խանգարում է դա հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը չի աշխատում։
հիմա կարող եք ասել, որ բոլոր այդ ժողովուրդները, բոլոր այդ քաղաքական գործիչները հայ ժողովրդի լավը չեն ուզում, միայն Փաշինյան, Նիկոլն ու Էրդողանն են ուզում եւ Ալիևը եւ Պուտինը, ուրիշ մարդ չի ուզում, բայց դա այդպես չի։ Եվ պարզ է, որ այդ թեման չի կորցրել իր ակտուալությունը։ Չի կորցրել իր ակտուալությունը եւ չի ընկալվում այն կոնտեքստում, որը փորձում է հրամցնել Փաշինյանը հայ ժողովրդին։ Մի հետաքրքիր էր իհարկե Էրդողանի եւ Ֆիդանի ռեակցիան, Էրդողանին ավելի մեղմ, Ֆիդանինը բավական մարտնչող հակահայ, ինչպես միշտ, ցավում է, նույնիսկ ցավակցում է Թուրքիայի հայ համայնքին, բայց ելի մեղավոր են տերորիստները, դիվերսանտները, բայց մեկ է իհարկե անմեղ մարդիկ են զոհվել եւ այլն։ Հետաքրքիր է, որ թուրք գործիչներին նայում ես, երբ որ իրենք խոսում են Գազայից եւ Գազայի արաբներից եւ այս առումով ես չեմ քննադատում, ճիշտ է նրան, որ խոսում են, որտեղ սարսափելի բաներ է կատարվում այդտեղ, իրենք էլ լացում են, էլ հեկեկում են, էլ ասում են, որ մի արաբ երեխայի արդյունքը կներեք չարժի այն բոլոր նպատակներին, որ դնում է Իսրայելը, ինչ է, նույնը իրենց չի վերաբերվում, այսինքն այստեղ երկակի ստանդարտները շատ ակնհայտ են, ըստ որում անպարկեշտության աստիճան ակնհայտ են այդ երկակի ստանդարտները։ Սա այդ պահով հիմա կոնցեպտի մասին ընդհանրապես Փաշինյանական, այդ իրական Հայաստանի Թուրքիայի հետ ինտեգրվելու թուրք-ադրբեջանական ռեգիոնալիզմի եւ նմանատիպ ճակերտավոր գաղափարների վերաբերյալ։ Շատերը գրում են եւ ես այստեղ ոչ վիճելու բան ունեմ, ոչ բանավիճելու, ճիշտ միտք է, իսկապես ճիշտ միտք է, որ լավագույն ձևը մեր պատասխանի թուրքերին դա կլինի զարգացած, ծաղկող, այնտեղ դրական բաներ մի 15 հատ ածական իրար կողք ստորակետներով, ամեն մեկը իր ստեղծումը, հա, պետք չէ կենտրոնանալ ատելության վրա։ Դա հասկացանք իհարկե, հասկացանք։ Հիմա անցնենք առաջ։ Պարզ թվաբանություն, տրամաբանություն, առանց որևէ արհեստական բարդացնելու խնդիրը։ Շատ պարզ լուծում։ Այո, Հայաստանը պետք է զարգանա, պետք է հզորանա, իր բոլոր կարողությունները աշխարհում ավելի ճանաչելի լինի, պետք է կապեր ունենա, հոյակապ է։ Դա արդեն ինքն իրենով, եթե նույնիսկ արդարության վերականգնում չէ, ինչը չպետք է մոռանալ։ Ես գտնեմ, որ չպետք է մոռանալ, ըստ Փաշինյանի կողմնակիցների պետք է մոռանալ։ Ուրեմն բայց գոնե ցույց է տալիս, որ ցեղասպանությունը տապալվեց։ Գլխավոր նպատակը, որտեղ մենք կանք եւ շատ լավ ենք։ Ոնց որ կասեն, ծլում ծաղկում ենք։ Հիմա բարձ հարց։ Ադրբեջանը եւ Թուրքիան շահագրգռված են, որպեսզի Հայաստանը լինի իր չափերի համեմատ հզոր, ծաղկուն, զարգացած, աչքի ընկնող, իր անվտանգությունը պահպանելու ունակ, աշխարհում որոշակի չափուկ եւ դեր ունեցող երկիր։ Ակնհայտ է, որ ոչ, ակնհայտ է, որ նույնիսկ չի թաքցվում, որ ոչ։ Իհարկե կարելի ասել բանը, որ գիտեք ինչ, իրենք դեռ չեն դա ընկալում, բայց իրենց խորքային շահերը պահանջում է կամ խորքային շահերից բխում է, որ այո, Հայաստանը իրենց կողքին ծաղկի, լինի զարգացած երկիր, նույնիսկ ինչ-որ հարցերում իրենցից զարգացած, ինչ անխուսափելի է, որտեղ եթե հայ ժողովուրդը զարգանա, ինքը իր տեմպերով անցնելու է թուրքերին եւ այն մի շարք պատճառներով։ Այդ թվում նաև քաղաքակրթական, մշակութային, հայ էթնոսի աշխարհասփյուռ այս կարգավիճակից ելնելով եւ այլ։ Քաղաքակրթական պատկանելությունից, որը բերելու է որոշակի կոմունիկացիոն կապերի արտասահմանի հետ, դրանից ելնելով, այո, Հայաստանը շատ հարցերում ավելի զարգացած է լինելու։ Եթե
բռնի այդ զարգացման ճանապարհը։ Հիմա հարց, հա, իրենք կարող են ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը խորքային պետք է ուրախանան դրանից, բայց դա ռոմանտիզմ է, գիտեք, ես այդ ասում չեմ։ Իրապես ռեալ քաղաքական վերնախավը ոչ այն դա չի ուզում եւ հասկանալի է ինչի չի ուզում, որովհետեւ խնդիրը թնջուկ է, մրցակից է եւ այլն եւ այլն։ Մենք վկաներն ենք նաեւ կենթանի եւ սերունդներն ենք վկաների իրենց սահմռկեցուցիչ հանցագործությունների։ Ուրեմն այդ տրամաբանությունից ելնելով, եթե դու ուզում ես զարգանալ, ծաղկուն երկիր սարքել, արդար երկիր սարքել եւ այլն, որտեղից մարդիկ ոչ միայն չուզեն հեռանալ, այլ կան այստեղ ապրելու, եւ այն կրի հայկական բնույթ, այսինքն մնա հայկական պետություն, ապա դու պետք է որքան հնարավոր է ավելի քիչ լծակներ տաս Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի դրանք չազդեն այդ process-ների վրա բացասական կերպով, այսինքն իրենց նպատակները չիրականացնեն քո հաշվին։ Շատ պարզ հաշվարկ է։ Քո ճուզողները չկարողանան քեզ գցել այդ ճանապարհից, այդ ուղուց։ Նշանակում է դա, որ մենք պետք է ընդհանրապես կարգավորումից չխոսենք եւ իրենց այդ հարաբերությունները չկարգավորենք եւ ինչ-ինչ նվազագույն կամ ոչ նվազագույն ինչ-որ չունենանք հարաբերություններ, չի նշանակում, որովհետեւ ժամանակակից աշխարհում էս ոչ ոք դա թույլ չի տա, եթե դա միայն մեր մոտեցումն է, մենք չունենք ռեսուրս այդ մոտեցումը իրականացնելու։ Պատկերացեք հիմա Թուրքիան է փակել սահմանը, Թուրքիան հանում է իր այսպես կողպեքը սահմանից, մենք ենք դնում։ Այդ ինչի հաշվին փոքր Հայաստանը, որ ռեսուրսների հաշվին պետք է կարողանա այդ սահմանը պահել եւ միջազգային հանրությանը եւ աշխարհին եւ այլն ապացուցել, որ չէ, այսպես ենք ուզում։ Պարզ է, որ երբ որ Թուրքիան այդ կողպեքը բացի, այն բաց է լինելու սահմանը տնտեսական առումով եւ որոշ քաղաքացիների հոսքի, ոչ այն իմաստով, որ երբ ուզեն մտնեն դուրս գան։ Դա մասին չի։ Ինչպես Հունաստանի եւ Թուրքիայի սահմանն է բաց։ Իրանի եւ Թուրքիայի փաստորեն սահմանն է ինչալուց նաեւ բաց, փաստացի։ Նշանակում է, հա, այդպես պետք է անել, բայց ցանկացած պայմանավորվածություն դրա շուրջ, որը հավելյալ Թուրքիային եւ Ադրբեջանին տալիս է լծակներ մեր վրա ազդելու, պետք է հասնել նվազագույնի իդեալում ընդհանրապես խուսափել, որպեսզի մեր գոյությունը, կյանքը այս տարածքում նվազագույնս իրենցից կախված լինի, որպեսզի մեր ճակատագիրը Երևանում որոշվի, ոչ թե Բաքվում եւ Անկարայում եւ Մոսկվայում, եւ քայլիստական ամբողջ այս խաղաղության օրակարգը, այս ամբողջ իրենց այդ գաղափարական այլասերումները, որ իրենք փորձում են անհաջող փաթաթել հանրության եւ քաղաքացիների վզին, դրանք ընդամենը ահռելի լծակների փոխանցում են Ադրբեջանին եւ Թուրքիային անսահմանափակ գրեթե ազդեցություն ունենալու Հայաստանի վրա։ Եվ ուրեմն այդ պահից, եթե դա լինի, եթե մենք իրենք պատկերացնենք, որ կարողանային դա հասցնել տրամաբանական ավարտին, դու ով ես, Բաքվում են որոշելու, Ալիևի տղան է որոշելու, կոպիտ ասած, արդեն տղան, թե դու պետք է զարգանաս, թե չէ։ Ինչու սովետական միությունն էր որոշում զարգացման քո չափը, քո թրջկոտելու այսպես բարձրությունը եւ ինտենսիվությունը, ամեն ինչ Մոսկվայում էր որոշում, այդպես որոշվելու է Բաքվում, այդպես որոշվելու է Անկարայում։ Եվ իհարկե իրենց ուշք ու միտքը, որ Հայաստանը զարգանա, կայանա եւ իրենք ունենան այդպեսի
հարևան եւ մրցակից։ Իհարկե ոչ։ Երբեք չմոռանաք Ալիևի խոսքերը, որովհետեւ դրանք բացարձակ ճշմարտություն են, նկատի ունեմ իրենց նպատակները բացահայտող։ Երբեք թույլ չենք տա հայերին բարձրանալ ծնկներից։ Իսկ երբ որ լսում ես մեր քայլիստական եւ քայլիստական շրջանները, պարզվում է, որ բան է Ալիևը, եթե իրենք զիջեն Ալիևին, սա նայելու մի բան էլ ավել, դրանից հետո մեզ արդեն ձեռ չեն տա ու մենք կզարգանանք։ Հետաքրքիր դրանից հետո է սկսվում, թե ինչպես արդեն կիսապետություն դարձրած Հայաստանը իջեցնել ծնկի, խեղտել, խեղտամա անել, առանց զորք մտցնելու, առանց կրակելու, առանց միջազգային հանրության հետ քյալլա տալու, կներեք, թուրքաբանությունը երևի, կամ արաբական, չգիտեմ, քյալլա տալու, առանց բախումների, վատամարդ լինելու, մակ ընկնելու, չէ ինչի, պարզապես խեղտամահեն անելու Հայաստանի։ Չէ ինչ որ ժողովուրդ թող մնա, առևտրով կզբաղվեն, հյուրանոցներ կաշխատեցնեն իրենց համար, բայց զարգացած պետություն չի լինի։ Եվ քանի որ Փաշինյանը, ես գյուղացի չեմ ասի երբեք, գյուղացիները կարևորագույն խավ են։ Եվ ընդհանրապես արժեքների այնպեսի կոնցենտրացված ազգային եւ ընդհանրապես մարդկային արժեքների կրող են, որ պետք է աճել իրենց մակարդակին հասնելու համար։ Կոլխոզնիկ Փաշինյանին դա ունիկալ երևույթ է, պոստսովետական կոլխոզնիկ։ Բոլոր իր դրսևորումներում, սկսած անձնական պահվածքից մինչև աշխարհի մասին պատկերացումները, դա նորմալ է, որովհետև կարելի է բանում Ադրբեջանի տարածքում կային, չէ, հայկական գյուղեր կային, Չարդախլուի նման օրինակ, որ նույնիսկ Արցախում չէ, Շահումյանի շրջանակը, կարելի է այդպես ապրել, ինչ-որ ժամանակ։ Իրեն դա բավարարում է, ինքը իրականում չի պատկերացնում, եւ ամբողջ իրենց տնտեսական քաղաքականությունը, իրենց խոսույթը, իրենց համար զարգացումը, դա այն չէ, ինչ ամբողջ աշխարհում են հասկանում։ Իրենց համար զարգացում է, որ մարդիկ սոված չլինեն, ծարավ չլինեն, տուրիստը գա փող թողի, տաքսի քշեն, չգիտեմ, ինչ որ սպասարկման ոլորտում բոլորը աշխատեն, ես դեմ չեմ, սպասարկման ոլորտը շատ կարևոր է, բոլորը աշխատեն, բոլորը նորմալ լինեն եւ այլն։ Սա Խաչատուր Սուքիասյանի, Նիկոլ Փաշինյանի, քայլիստների երազած, պատկերացրած զարգացումն է, բայց այդպեսի երկիրը մի նրբություն կա, բանակ չի կարող պահել։ Այդպեսի երկիրը չի կարող ընդդիմանալ, եթե հանկարծ ինչ-որ մի տարաձայնություն լինի, ըստ որում շատ ավելի պակաս կարևոր թվացող կան այն ինչ-որ մենք հիմա ունենք ադրբեջանցիների հետ։ Օրինակի համար նույն Խաչատուր Սուքիասյանն է եւ ինչ-որ չգիտեմ Ախունդով աննով միլիարդատեր պայմանական, հա, ադրբեջանական, ինչ որ միտեղ մի տարածք չկիսեն, որտեղ ով պիտի հյուրանոց սարքի այդտեղ։ Եվ քանի որ Ադրբեջանը օլիգարխիկ երկիր է, քանի որ իրենց սրանց պատկերացված երկրն էլ օլիգարխիկ երկիր է, դա կարող է բերել բախման, ու դու շանս չես ունենալու պաշտպանվես, որովհետև միայն սպասարկման ոլորտով, այսպես յոլա գնացող ժողովուրդը չի կարող արդի բանակ պայել, դա շատ թանկ հաճույք է, շատ տեխնոլոգիապես բարդ հաճույք է բանակ ունենալը։ Սա պարզ բաներ են, այնպես ոչ գիտելիք են պահանջում շատ խորը, ոչ ինչ-որ փիլիսոփայական մտքեր են, ակնհայտ բաներ են։ Ուրեմն, երբ որ ինձ ասում են, որ կարևորը ուժեղ լինել զարգանալն է, երկու ձեռքով կողմ եմ։ Երբ որ ասում են, որ մենք այո պետք է կարգավորման գործընթացի մեջ լինենք Ադրբեջանի եւ Թուրքիայի, ընդունում եմ, դա իրողություն է, պետք է լինենք։ Բայց որպես ինչ։ Որպես հավասար կողմ գոնե,
թե որպես սուբյեկտ հարաբերություն, կներեք օբյեկտ, զուտ օբյեկտ։ Ինչ ուզեն մեր հետ անեն։ Եվ դրա համար չի կարելի տալ ոչ արցախայության խնդիրը մոռանալ, ասել դե հիմա եղել է։ Չի կարելի ցեղասպանության հարցը լուծել այնպես, ինչպես Էրդողանն է պատկերացնում կամ Ֆիդանը։ Չի կարելի։ Եվ շատ ուրիշ բաներ։ Չի կարելի սահմանադրություն փոխել Բաքվի հրամանով։ Որտեւ եթե դա անում ես, դու երկիրդ ստորադասում ես։ Ես բան չունեմ ասելու, Հայաստանում կգտնվի 10,000 հոգի առնվազն, որ հաճույքով Ադրբեջանի, Թուրքի, Ռուսի, Ավստրալիացու ձերքի տակ տանուտեր կաշխատի, այսինքն ինքը իր հայրենակիցներին կճնշի, կթալանի եւ այլն, մի մասը այնտեղ կգնա, ինքը նորմալ կապրի, հա, եւ հələ կասել ինչ էիք ուզում եք ձեզ մորթեն, հա, բայց 10,000 հոգուց բացի 2.5 միլիոն այլ մարդիկ կան, չէ՞։ Այդ մարդիկ գոնե պիտի ընկալեն, թե մեզ ուր են տանում եւ ինչի են տանում։ Հայաստանում ցանկացած քաղաքական ուժ, որ հավակնում է իշխանության, առաջին հերթին պետք է լինի ազգային, ոչ ազգայնական, չեմ պնդում ամենևին։ Գուցե այս պատմական շրջանում նույնիսկ վտանգավոր կհամարի, լինելով ինքս ազգայնական։ Պետք է լինի ազգային, պետք է պատկերացումներ ունենա, ինչպես հայկական Հայաստանը պահել, զարգացնել, հանձնել մյուս ծերունդներին, որպեսզի իրենք էլ անեն նույնը, շարունակականություն ապահովել։ Մեր տեսակի, մեր լեզվի, մեր մշակույթի, մեր ցանկությունների, մեզ մրցունակ սարքել, մեզ պաշտպանունակ սարքել։ Այլ ոչ թե սկուտերի վրա նվիրվել։ Պարազիտների հոգեբանություն է դա։ Ես նկատի ունեմ այն վերնախավը, որ ուզում է պաստորեն ստորադասվի այդ երկրների։ Ու միակ այլ ընտրանքը, որքան էլ քննադատեն, հիմա ձև կա, քանի որ փաստարկները քիչ են, բաներ հեգնում են, ծաղրուծանակի են ենթարկում կամ պարզապես հայոյում են։ Չկա փաստարկ։ Միակ տարբերակը այսօր այդպեսի Հայաստան ստանալու, դա ինքնիշխանության ամրապնդումն է, մեկ, երկրորդը հարևանների այդ կարգավորումներում լծակները չհանձնելը, թեկուզ տեսական իրավունքները չհանձնելը, եւ երրորդը ինտեգրումը Եվրոպայի հետ։ Այլ տարբերակ պարզապես չկա, դեռ անհնար, մնացածը գիտեք ինչ բան է, լավ կլիներ, որ մենք լինեինք 30 միլիոն, 2-ի փոխարեն, Հայաստանը լիներ 100,000 քառակուսի կիլոմետր, լավ կլիներ ծով ունենայինք, լավ կլիներ, բայց ռեալ մեր հնարավորությունները պատմական, որպեսզի մենք որպես պետություն ազգ մնանք եւ հարատևենք, այդպիսին են։ Հայաստանի Հանրապետությունը ունի արդեն ես կասեի ավանդական եւ բնական թշնամիներ։ Դա Ռուսաստանն է, որ պարզապես Ռուսաստանը 91 թվականը այսօր պաշտոնապես այն պահից, երբ Պուտինը հայտարարեց, Ելցինի օրոք էլ կար այդ մտայնությունը։ Բայց իրենք բացահայտ դրա մասին չէին խոսում։ Պուտինը երբ որ ասեց, որ 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը դա սովետական միության փլուզումն էր, հասկանալի է, որ պլանը վերնախավի, միայն դրանց չի իհարկե հասկանալի, ժամանակավորապես բաց թողել, կեռիկներով, լծակներով պահել այդ հանրապետությունները, հետո մի քիչ ոտի կանգնել եւ սկսել собирать земли, այսինքն հողերը հավաքելով, հողահավաքով զբաղվել, մենք իրենց հողն ենք, իրենց պատկերացմամբ։ Այսինքն իրենք բնական թշնամիներն են Հայաստանի Հանրապետության։ Թուրքիան
եւ Ադրբեջանը մեր բնական ճշնամիներն են, բայց որոնց հետ մենք պետք է կարողանանք կողք կողքի ապրել, իհարկե, անշուշտ, բայց պետք չէ ուտոպիստական նպատակներ դնել, որ մենք կարող ենք իրենց հետ եղբայրանալ, բան չունեմ ասելու, ինչ որ մեկը կարող է իր համար այդպեսի լուծում գտնի, Աստված ոնց որ ասում են իրենց 4 թուրք փեսատա, 1 թուրք հարս, ծալապատիկ նստած, շաքարը ձախ կողմից ատամի տակ, այս կողմից էլ ֆրտացնելով թեյ խմեն, Աստված իրենց հետ, բայց Հայաստանի Հանրապետությունը այդպես չի վերապրի, պարզապես չի զարգանա, Իսկ եթե չի զարգանա, ինչ կարիք կա այստեղ, թեկուզ այդպիսի հային պահել, եթե կարելի է բերել այդտեղ թուրք ապրեցնել, որը այդ ամեն ինչ ես նկարագրեցի, կանի ավելի լավ ու ավելի բնականորեն, որպես դրա դարավոր հազարամյա մշակույթի կրող։ Ուզում են ոչ ասիականացմանը, միայն որպես հնդեվրոպական, քրիստոնեական քաղաքակրթության ազգ, մենք կարող ենք մեզ ապահովել այդ գուցե Փաշինյանի տեսակետից փայլուն, իմ տեսակետից խայտառակ հեռանկարից։ Այդ մասը համարենք ավարտված, հիմա անցնեմ Էլի շատ կարևոր հարցի, ինչ է կատարում Ուկրաինայի շուրջ, Կիևի վրա հարված զոհեր, հերթական անասնական դաժանությունը ռուսների կողմից, եւ արդեն Տրամփն է ասում ինչ է անում Պուտինը եւ այլն, բայց Տրամփ չէր լինի, եթե ինքը չասեր ինչ որ տարօրինակ բաներ։ Ուրեմն ինքը, երբ որ իրեն հարցրել են, լավ, այսքան դուք զիջում եք պահանջում Ուկրաինայից, Եվրոպայից, բոլորից, ինչն է զիջում Ռուսաստանը։ Ասում է, Ռուսաստանը ասել է Տրամփը հրաժարվում է ողջ Ուկրաինան գրավելու պլաններից։ Ահա։ Ես գրել եմ Facebook-ում, ես կկրկնեմ այդ միտքը, որ եթե մարդ, որևէ մեկը Հայաստանում օրինակ համարում է, որ Ռուսաստանը կարող էր 45 միլիոն, 40 միլիոնանոց երկիրը ամբողջությամբ զինված ճանապարհով գրավել, բայց չարեց, որովհետև բարի է եւ որոշեց դա չանել, ուրեմն ես այդ մարդուն Երևանում էլ չէ, ինչ որ մի հայկական համայնքում ջրմուղի, կադրերի, բաժնի պետ չի նշանակի։ Հիմա այդպես է պատմական ինչ-որ մի տարօրինակ շրջանում ենք ապրում, երբ այդպեսի մարդը ձայների մեծամասնությամբ ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որը իսկապես մտածում է, որ տեխնիկապես Ռուսաստանը դա կարող էր անել, բայց չարեց։ Եվ բնական է, որ բոլոր սպասումները Թրամփի կարգավորման ուկրաինական, ռուս-ուկրաինական թնջուկի, այնպես ինչպես ինքն է պատկերացրել, տապալվում են, ինչու են տապալվում։ Վերջին առաջարկը, որ էլի չէ, Զելենսկու հետ հակել է։ Որն է վերջին առաջարկը Ամերիկայի։ Ես թվարկեմ, դուք լսեք։ Ուրեմն Միացյալ Նահանգները ճանաչում են Ղրիմը Ռուսաստանի մաս։ Միացյալ Նահանգները։ Մետո կբացատրեմ դա ինչ։ Չեն ճանաչում մնացած Լուգանսկ, Դոնեցկ, մնացած Զապորոժիայի մի փոքր, այն ինչ որ վեցրեն, դա չեն ճանաչում։ Ղրիմը ճանաչում են։ Ուրեմն ապա ռազմականացման գոտի։ Մնացած մասում Ուկրաինան կարող է ունենալ բանակ ինչքան ուզում է, կարող է բերել օտար երկրների զորքեր, ինքը ազատ է։ Ռուսաստանը չի կարող այստեղ որոշումներ ընդունել։ 15 տարի
Ուկրաինան պարտավորվում է չհարցակվել եւ իր տարածքները հետ չվերցնել ու փորձ չանել 15 տարի խոսքը չի գնում Ղրիմի մասին որտեւ եթե Միացյալ Նահանգները ճանաչել են Ղրիմը ուրեմն եթե դու արձակում ես Ղրիմի վրա դու Միացյալ Նահանգների քաղաքականության դեմ ես գնում այսինքն Ղրիմը մոռացեք իսկ մնացածը գոնե 15 տարի չեք արձակվել այսինքն ասեցի արդեն զորք զենք եւ այլն Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշ ռազմական օգնություն շարունակելու են ցուցաբերել Ուկրաինային շատ սահմանափակ եվրոպացիները ինչքան ուզում են թող տան դա իրենց գործն Ղրիմը փաստորեն Ամերիկան ճանաչում ըստ որում հասկանալով որ ոչ մի ուկրաինացի նախագահ իր վրա դա վերցնել չի կարող իրենք ասում են որ Ուկրաինան կարող է չճանաչել Ղրիմը Ռուսաստանի մաս աշխարհը կարող է չճանաչել մենք ճանաչում ենք եւ Զելենսկին հայտարարում է որ ինքը այդ պայմաններով չի գնա Լոնդոն քննարկումների այսինքն ավելի մեղմ ասում է որ դա անընդունելի թեզ է Ռուբիոն որ պիտի գար Լոնդոն հրաժարվում է գալ որտեղ վիրավորված են Միացյալ Նահանգները Զելենսկու պահվածքից հերթական անգամ դու տապալվում է հանդիպում հիմա նայեք ինչ է կատարում նույն պահին Եվրոպան հայտարարում է որ բացառվում է Ղրիմը Ռուսաստանի մաս իրենք չեն ճանաչելու երբեք դա փակված թեմա է եւ այստեղ ճիշտ հասկացեք սա միայն բանը չէ որ իրենք Ուկրաինայի կողմից են կամ կողմից չեն այստեղ կա կարևոր երկու հարց ում են խժռելու կամ փորձելու խժռել ռուսները երբ որ մարսեն Ուկրաինան ակնհայտ է որ եվրոպական երկրներին եվրոպական կառույցները արդեն Լավրովը հայտարարել է որ ՆԱՏՕ-ն պետք է լուծարվի եւ այլն ինչ է անելու 15 տարի Ռուսաստանը նավթը եւ գազը հա եվրոպացիներն պետք է մասամբ հանեն բաները սանկցիաները այսինքն գազը նավթը վաճառելու է եւ զինվելու է որպեսի իրականացնի հարձակում եւ հարձակվելու է բնական է ոչ թե 15 տարուց եւ դա սпасելի է շատ ավելի կարճ ժամանակահատվածում ասենք 7 տարուց 5 տարուց 10 տարուց Եվրոպացիները դա շատ լավ հասկանում են իրենք բան չեն հոգեգար չեն մազոխիստ չեն շատ լավ հասկանում են թե ինչով է դա վերջանալու երկրորդը կա Հելսինկյան ակտը դեռ ոչինչով փոխարինված չի կարող են երկրները հավաքվել քննարկել բանավիճել ինչպես ժամանակին ես չեմ կարծում որ իրենց տարաձայնությունները ավելին են քան սովետական միությաններ եւ Միացյալ Նահանգներին եւ Եվրոպայինը բայց եկան ինչ որ հայտարարի եկան եւ ինչ որ մի բան կարելի է անել որ մասնակցի եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Կանադան եւ Եվրոպան եւ կան ինչ որ հայտարարի եւ հնարավոր է որ Հելսինկյան ակտի որոշ դրույթներ վերանայվեն բայց քանի դա չի արվել միակողմանի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կողմից Հելսինկյան ակտի փաստորեն լուծարումը սարսափելի հետևանքների է բերելու եվրոպացիների համար ուրեմն ինչքան բաներ կան պոպուլիստներ կան բաներ կան գործակալներ կան եւ այլն բարձրացնելու են ազգային արդարության տարածքային արդարության վերականգնման սկզբունք բոլորի հետ սկսելու են պատերազմել կռվել բախումներ ունենալ եվրոպացիները եւ ոչ մի երաշխիք չկա ասենք չկա սահմանափակող ոչ մի որ լավ կարող ես տարածքային պահանջներ ունենալ բայց այսա անել չես կարող չկա եթե Հելսինկյան ակտը չկա ոչ մի սահմանափակող սկզբունք չկա ուրեմն Եվրոպան չի կարող ճանաչել Ղրիմը Ռուսաստանի մաս չի կարող եւ երբեք չի անի դրա փոխարեն Իտալիայի վարչապետը, որը իբր լավ է, գաղափարապես մոտ է եւ լավ է Թրամփի հետ, Ջորջա Մելոնին ուղարկում է, ասում է արի
Եվրոպա նստենք, քննարկենք, գուցե իսկապես ինչ որ նոր բան ենք ստեղծում, եթե Հելսինկյան ակտը այդքան վատն է։ Դրա փոխարեն ամերիկացիները եւ ռուսները այսօր փորձում են ոչնչացնել Եվրոպան պահող իրավակարգը։ Ինչի եվրոպացիները չեն համաձայնում։ Եվ խնդիրը այն չէ, որ հիմա պետք է ուկրաինացիները հարձակվեն եւ վերցնեն Ղրիմը, չէ։ Այ միջալոց նույնիսկ ամերիկացիները չէին պահանջում Զելենսկիից ճանաչել Ղրիմը Ռուսաստանի մաս, ասեն մենք ենք ճանաչում։ Հա եթե դուք եք ճանաչում, Զելենսկին ասաց ես չեմ ճանաչում, ինչ եք նեղանում։ Որովհետև վերահսկողությունից դուրս է եկել Պուտինը նաև, Զելենսկին, Եվրոպան չեն կարողանում, չի ստացվում։ Դրա համար դրա հաշվին է, որ Ամերիկա Իրան բանակցությունները շատ թե քիչ հուսադրող են, որտեղ այդտեղ էլ եթե տապալում ցուցաբերի Թրամփը, դա վերջ արդեն։ Դա ընդհանրապես կզրոյացնի իր պոպուլարությունը։ Միտեղ ինչ-որ հաջողության պետք է հասնի, վերևում չի ստացվում։ Եվ կա նաև Թրամփի և իր շրջանակի այսպես ռետրո հետադարձ մտածելակերպը, որ ուժեղները կարող են անել ամեն ինչ ուզում են, իրենց դիմադրել չի կարի։ Դիմադրելը հիմարություն է։ Հիմարությունը, եթե համարում ես, կարելի է ասել դառնում է հանցագործություն։ Որովհետև եթե ինչ ուղղակի տեքստով ասում է Զելենսկին հիմար է, որ Ռուսաստան ինչ-որ բան ուզեց, ինքը չտվեց։ Ինչարոց մեր մոտ քաղաքական այդպեսի գործիչներ և այլն և գործոններ շատ կան, մոնտարպես այդպես մտածող։ Հիմար է, ոնց կարելի է ինքը ախր ասում է Ռուսաստան և Ուկրաինա աչքի առաջ ունի Դանիան, ունի Գրենլանդիան Դանիայի պատկառով, ունի Կանադան, ունի Մեքսիկան, եթե Ուկրաինան կարող է երկար դիմադրել և ոչ ասել, Գրենլանդիան է ոչ կասի, Կանադան էլ ոչ կասի, Պանաման էլ ոչ կասի և այլն։ Գազայի արաբներն էլ կասեն ոչ։ Այ հանուն նրա, որպեսի Միացյալ Նահանգները և Իսրայելը Մերձավոր Արևելքում կարողանան այդ խնդիրները լուծել իրենց օգտին, իրենք ուզում են փոխել ամբողջ երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված մտածելակերպը, ըստ որի ուժերի մոտ միշտ թույլը մեղավոր է։ Ինչ են արել կանադացիները ամերիկացիներին, կամ խեչ գրենլանդացիները ում ինչ են արել, Պանաման, բայց ուժեղը եթե որոշեց, որ իրենք մեղավոր են և որպես կանոն այդ արտահայտությունները, այդ տեքստերը հնչեցվում են և դու ուզում ես մի բան խլես, չէ, ինչ-որ մեղք ես գտնում, որոնք ոչ մեկ չպետք է դիմադրի և իրենք իրենց նշանակում են, դե բնական է աշխարհի իսկապես ամենաուժեղ երկիրն է, ուժեղ, համաձայն են, որ Ռուսաստանը ինչ-որ ռեգիոնալ տեսակետից լինի ուժեղ, մեր ռեգիոնում պատկերացնում եք, ով կլինի ուժեղ, և ինչ-որ մեկը ինձ ուզում է ապացուցել, որ այդպիսի աշխարհում հայ ժողովուրդը կլինի ավելի ապահով, անվտանգ, երջանիկ, զարգացող։ Իհարկե ոչ։ Ուրեմն Թրամփի Միացյալ Նահանգների չէ, ընդհանրապես Թրամփի ընտրությունը արդեն Միացյալ Նահանգների պարտությունն է։ Թրամփի ադմինիստրացիան պետք է պարտվի, որպեսզի Հայաստանի պես ոչ շատ մեծ, ոչ շատ հզոր, ոչ շատ հարուստ երկրները ապրելու շանս գոնե ունենան, ոտատակ չգնալու շանս գոնե ձեռք բերեն։
Իհարկե կա մի դրական բան, որ եւ Ռուբիոն եւ Թրամփը իրենց այդ ապրիլի 24-ի ուղերձներում հղում են անում ռազմավարական համագործակցությանը, նշանակում իրենք պաշտոնապես այդ փաստաթուղթը ճանաչում են։ Դեռ իհարկե դա ոչ մի արդյունքների չի բերել, բայց գոնե ակնհայտ է, որ ճանաչում են եւ հղում են անում այդ փաստաթղթի վրա։ Ինչից նույնպես կարելի է օգտվել Ամերիկայի հետ հարաբերությունները կարգավորելիս։ Սա է, որ ես կուզեի ասել, այս մտքերը ինձ ճիշտ ասած հանգիստ չէին տալիս, որովհետև նայում էի լրահոսը, հոդվածներ էի կարդում, փորձում էի իրար բերել, տարբեր փաստեր, իրողություններ եւ այս թողարկումը կարելի է այդ ամեն ինչի ամփոփում արդյունք համարել, ուզեցի ներկայացնել ձեզ իմ մտահոգությունները։ Երկու օրից ես եւ Կարենը զրուցենք, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում, ես ինքս հասկանում եմ, թե ինչ է նշանակում ժամանակ, ինչ թանկարժեք դա ռեսուրս է, ես զգացված եմ իհարկե եւ խնդրում եմ շարունակել աջակցել այս ալիքին։ Մինչ հանդիպում։